Բարի եկանք բոլորս էլ, ինչ անելու։ Գոհացեք Տերոջ մեն, վասնզի բարի է անոր ողորմությունը հավիտյան է։ Եկել ենք մեր երկնավոր հորը փառահորելու, փառք տալու իր անվանը եւ այն բոլոր ողորմությունների համար, այն շնորհքի համար, որ Քրիստոս Հիսուսով մեզի հայտնվեց, իր մարդասիրության համար, միածին որդիդ խրգեց, մեր նմանությունը արավ, մեր փոխարեն խաչի վրա մեռավ, մեր մեղքերի բադիժը գրեց, չարչարանքով, հալածանքով, անարգանքով, անբատվելով, արեց այդ բոլորը, մեր փրկիչը, որքան փառք պիտի տանք իր անվանը, իր շնորհքի համար, իր ողորմության համար, այդ չարչարանքների համար, որ մեզ համար գրեց։ Ուրեմն անցյալ դարվա մեր բաստողած շնորհքների համար մեկ անգամ ևս Աստծուն փառավորենք, իր որդին Հիսուս Քրիստոսի միջոցով մեզի հայտնվեց Աստծո սերը։ Ամեն բան ինքն էր անողը, հայրը, մեր երկնավոր հայրը, փառք իր անվանը։ Բան չկա, բանն է այդտեղ, Մարգարենը, Դանիել Մարգարեն է։ Հիմա տարվա սկզբին ենք մենք, դարձյալ կարող ենք ասել շնորհավոր նոր տարի, Սուրբ Ծնունդել, եւ մենք մեկ անգամ ևս Աստծուն փառք տանք իր անբադուն բարգևների համար, սիրո համար, ինչպես երկեցին քույրերս այդտեղ, որ Հիսուս սիրում է մեզի, այն սերը մեզի հայտնեց խաչի վրա, փառք իր անվանը։ Հիսուս երբեմն առակներով էր խոսում, չէ՞, առակներով, եւ աշակերտները ասում էին, վարդապետ, ինչի ես առակներով խոսում, ասում էր, ձեզի դրված է հասկանալ խորհուրդները առակների, նրանք, որ դուրս են, ամեն բան առակներով է լինում։ Եվ ինքը մի առակ էլ ասեց, մի մարդ իր այգի մեջը թզենի մի ձար ուներ, եւ եկավ թուզ փնտրելու եւ չգտավ։ Եվ այգեբանին ասեց, ահա 3 տարի է, որ գալիս եմ թուզ փնտրելու այս ծառից եւ չկա, ինչու երգիրը խափան է, գդրես անիգա։ Եվ այգեբանը, որ ինքը գութ ուներ իր այգիի նկատմամբ աշխատանք էր թափի այնտեղ ասավ, դեր այս տարյալ թող դուրադոր, որբեսի մի քիչ ավելի հոգ տանեմ, ջրեմ, բրեմ, թրիկ տնեմ, եթե բդուղ դա աղեք, եթե ոչ կալդարի գդրես սանիգա։ Գդրեց այգեբանը, այո գդրեց, այս առակ ուղղված էր հրյաներին, Քրիստոս 3 տարի աշխատեց, որտեղ թզենին խորհրդանշում է հրյա ժողովուրդը, 3 տարի աշխատեց, արդյունք չկա, նույնը Հիսուս տեսավ, թզենի ձարը մոտեցավ, որպեսզի թուզ գտնի այնտեղ, անոթեցել էր առավոտ եւ չգտավ, ասեց Սավիջան քեզանից բդուղ չլինի այլևս։ Եվ գդրվեց, իհարկե առաքյալ ասում է ոչ ամբողջական, ոչ էլ վերջնական էր, ժամանակավորապես էր այդպես։ Եվ սա որպես օրինակ է մեզի էլ, որ այս տարի էլ թող դուրադոնք եւ մի տարի էլ Աստված մեզի տվավ, որպեսզի մենք ինչ անենք, որպեսզի մենք մտածենք անցյալ դարվա մեր բաց թողածները եւ այս նոր դարվա ընթացքում մի քիչ ավելի արթուն հավատացյալներ լինենք, ավելի գարտացող, ավելի գործող
ավելի փառք տվող Աստծո, այդպես լինենք այս տարվա ընթացքում։ Եվ այգեբանը ասեց, բրեմ թրիկ տնեմ, եւ այս բոլոր բաների համար Աստված մեզի ամեն հնարավորություն տվավ։ Այդ մի հատված կարդամ Պետրոս Արաքյալի թղթից, տեսեք ինչ է ասում Պետրոս Արաքյալը, երկրորդ Պետրոսն է, շնորհք եւ խաղաղություն ձեր վրա ավելնա Աստծո ու մեր Տիրոջը Հիսուսի գիտությունով, ինչպես իր աստվածային զորությունը կյանքի, հոգևոր կյանքի եւ Աստված պաշտության վերաբերյալ ամեն բաները դվավ, մեզի դվավ, հոգևոր կյանքի վերաբերյալ եւ Աստված պաշտության վերաբերյալ ամեն բաները մեզի դվավ, Քրիստոսը դվավ, մեզի համար այն որ վարակույրը փակ էր հին տնտեսության համար, մեզ համար վարակույրն էլ բացվեց, որովհետեւ համարձակություն ունենալով սուրբ տեղը մտնենք Քրիստոսի արյան շնորհիվ, որովհետեւ այդ վարակույրը Հիսուսի մարմինն էր խորհրդանշում, մարմինը խաչի վրա բادرակվեց եւ Սուրբ Հոգին տվեց մեզի, Հիսուսի կյանքը տվավ, ամեն բան Աստված մեզի տվավ, ներկա եւ գալիք աբարնի բոլոր խոստումները տվավ մեզի, երկնային մեզ բոլոր օրհնություններով օրհնեց, ամեն բաների Աստված պաշտության վերաբերյալ ամեն բաները մեզի տվավ անոր գիտությունով, որ մեզ փառքով ու առաքինությունով հրավիրեց, որոնցով ամենամեծ ու բատվական խոստումներ դրված են մեզի հորը կողմից, որովհետեւ ասոնցով աստվածային բնությանը հաղորդը լանք։ Այդ որ ասում է բրեմ թրիկ տնեմ, որ բդուղ դա եւ այլն, մեր երկնային այգեբանը մեզ ամեն բան տվավ Աստված պաշտության վերաբերյալ, որովհետեւ աստվածային բնության հաղորդը լանք աշխարհի մեջ ցանկությունի առաջ եկած աբականությունեն փախչելով։ Եվ այս բանի համար բոլոր ջանքերնի տրած, անցյալ դարվա ընթացքում ինչքան ջանքտերինք մենք, ջանքարինք մենք, որպես հավատացյալ առաջ դիմելու համար։ Ջանքերնի տրած ձեր հավատքի վրա առաքինություն ավելացրեք, ուրեմն առաջդիմություն կա, պրոգրես կա, առաքինությունը ավելցուցեք, առաքինության վրա գիտություն, գիտության վրա ժուժգալություն, ժուժգալության վրա համբերություն, համբերության վրա Աստված պաշտություն եւ Աստված պաշտության վրա եղբայրսիրություն, եղբայրսիրության վրա սեր։ Քանի որ այս բաները ձեր վրա կգտնվին ու գաջին, բարապ ու ամբուդուղ չեն ներձեզ մեր Տեր Հիսուս Քրիստոսը ջանչնալու մեջ։ Ուրեմն դրանով թե մենք Աստված պիտի ճաշտենք եւ թե դրանով ավելի պիտի ճանաչենք մեր Տիրոջը, մեր Փրկչին։ Բայց որում որ քով այս բաները չկան, անիկա գույր է ու գարջադես, որ մորցեր է իր առաջվան մեղքերեն մաքրվիլ։ Աստոր համար եղբայրներ ավելի ջանք կրեք, որ ձեր գոչումը ընտրությունը հաստատեք։ Եվ որ Աստված ընտրեց մեզի, բայց այդ գոչումը եւ ընտրությունը մենք պիտի հաստատենք մեր նվիրումով, մեր ջանքով, հետևելով մեր այդ բոլոր բաներին։ Ուրեմն Աստված մեզի մի դարի էլ տվավ, որովհետեւ մենք այս նոր դարվա ընթացքում ավելի ակտիվ լինենք եւ
մի մոմենտ մենք ետ դառնանք եւ մեր անցյալ կյանքին նայենք մենք ինչ չափով օգուտ արինք, ինչ չափով վնաս արինք, ինչքան մենք առաջ դիմեցինք եւ ինչքան դեղ քայլ ունեցանք մենք, որքան փոխվեց մեր կյանքերը, ինչքան գարտացինք անցյալ դարվա ընթացքին մենք որքան գարտացինք, որքան աղոթեցինք, որքան հոգևոր գործեր գործեցինք, որքան կարողացանք բարիք գործել ուրիշներին, բարիք գրեք ամենում մանավանդ հավատքի ընտանիներուն, մի համար գարտամ ձեզի առաջին Դիմոթեոս 6-րդ գլխի 17 համարի մեջը, առաջին Դիմոթեոս, տեսեք այնտեղ ինչ պատվեր է տալիս առաքյալը, 6-րդ գլուխ, այս աշխարհի մեջ հարուստ եղողներուն պատվեր դուր, որ չհբարդանան եւ անստույգ հարստության վրա հույսերին չդնեն, ապա կենտանի Աստծո վրա, որ ամեն բան մեզի գուտա արադորեն վայելելու, բարիք գործեն, բարի գործերով հարստանան, արադաձեն եւ ուրիշի բիդուկներին հաղորդելան, բարի հիմք անձեն անձերդուն, հանդերձյալի համար, որովհետեւ հավիտենական կյանքը ձեռք ցկեն։ Ուրեմն հավատացյալը շատ գործեր ունի անելիք, թե իր կյանքը պիտի փոխվի եւ թե ինքը բարեգործության պիտի վարժություն անի, պիտի վարժվի, որովհետեւ ուրիշների, եթե հնարավորություն ունի, ուրիշների պետքերին էլ հաղորդ լինի ինքը։ Եվ դարձյալ մենք նայենք, թե անցյալ դարվա ընթացքին որքան կարողացանք մենք ավետարանին գծորդ լինել։ Մենք կարողացանք մեկին վկայել ճշմարտությունը, ավետարանը, փրկությունը։ Մենք դրա համար ենք կանչված, որովհետեւ մենք կարողանանք վկայել ուրիշին էլ ճշմարտությունը։ Չէ՞ որ Քրիստոս մեզի ուղարկեց եւ այդ գործերը մեզի հանձնվեց։ Աստծո փրկարար շնորհքը բոլոր մարդկանց երևաց, որ մեզ գխրադե ամբարիշտությունը, աշխարհային ցանկությունները ուրանանք եւ արդարությունով, բարեբաշխությունով ապրենք այս աշխարհի մեջ։ Առաջինը մեր դիրքն էր, այս վերջինը մեր վիճակն է։ Եվ այսպես սպասենք այն երջանիկ հույսին, մեծ Աստծո եւ մեր Փրկիչ Հիսուս Քրիստոսի փառավոր վերադարձին։ Ուրեմն անելիքներ ունենք մենք։ Մեր կյանքերը պիտի փոխվեն, մենք ավետարանին գծորդ պիտի լինենք, պիտի վկայենք, մենք ուրիշներին, պետքերին պիտի օգնենք։ Առաքյալը իր խմբին իրեն մասնակցող բոլոր եղբայրներին պատվիրում է, որովհետեւ նրանք էլ գործակից լինեն այս բարի գործերին, որովհետեւ անբադուղ չմնան իրենք։ Արագած գրքի մեջ մի բան կա գրված, 8-րդ գլխի մեջ ասում է Արաքինի գինը ով կրնա գտնալ եւ այդ գինը գիշերը ասում է մի արդի վրա գմդածե, որովհետեւ նրան ձախու առնե։ Մենք մտածում ենք մեկի վրա, որ ինչ անենք, որ այդ արդը գնենք, այսինքն մեկի փրկության համար ջանք աշխատանք տապում ենք։ Մեր միտքը բիտնենք։ Ժամանակի մի գիրք է գարցած, կաթոլիկական գիրք էր։ Թոմաս Կեմպացի անով մեկը գար, այս մարդը քաղաք է քաղաք, գյուղ մաներ գալիս, մտածում էր, որտեղ որ ծառայության գործ կար, մտնում էր ծառայության, ձերի ծառայում էր մի փոր հացի համար։ Մինչև որ այդտեղ քրիստոնեությունը այդ ընտանիքի մեջ հաստատվի, քրիստոնյա դառնա ու շարունակում էր դա ուրիշ տեղեր, այսպես։ Ուրեմն այդ բոլոր բաները մեզի է հանձնված, մենք պիտի անենք։ Հիմա մենք մտածենք անցյալ դարվա ընթացքում ինչ արինք մենք, ինչ շահ արինք, հոգևոր, ինչ վնաս արինք։
որևէ մի շահ արինք, որևէ առաջդիմություն ունեցանք հոգևոր կյանքի մեջ։ Լավ է, ասում ենք շնորհավոր նոր տարի եւ Աստված մի տարի էլ բարգեւեց մեզի Փառք իր անվանը, բայց անցյալ դարվա մեջ ինչ արինք։ Հիմա մենք անցյալ արիտով էլ խոսեցինք, որ մենք մի հայացք գցենք հետևը մեր անցած կյանքին, գտեսնենք որքան բաց թողումներ ունեցանք մենք։ Եվ այս նոր դարվա ընթացքին պետք է որ մի նոր ուխտ անենք Տերոջի հետ, մի նոր զորություն առած Տերոջից պետք է որ գործենք։ Մենք պետք է որ ամեն տարի շահով դուրս գանք։ Չէ որ մենք Աստծո այդ բիզնեսի մեջ ենք մտած, չէ։ Մենք Աստծո գործի մեջ ենք աշխատում։ Բոլորս էլ։ Այնպեսի մեկը չկա, որ մի բան բատիրված չլա, մի բան չկարողանա ինքը անել, որտեղ բոլորս էլ գազում ենք Քրիստոսի մարմինը։ Մարմինի որևէ մի անդամ աննկատ չի ինքը, բոլորն են մի պաշտոն ունեն անելիք։ Ուրեմն մենք պիտի նայենք, որ այս նոր դարվա ընթացքին մենք հոգևոր շահ ունենանք։ Հիսուս ասում է, այն որ ինձի հետ չի ժողվում, սիրուցան է անում։ Մենք նայենք, թե անցյալ դարվա ընթացքին ինչ ժողվեցինք մենք, ինչքան հոգևոր օգուտ ունեցանք։ Այս իմաստով, քանի որ մենք դնդեսներ ենք, Տերոջը դնդեսներն ենք, եւ ինչպես որ գործադերերը իրենք հաշիվ են անում դարեվերջին եւ շահի ցուցակը գա եւ վնասի ցուցակը գա, նայում են վնաս են արել, թե օգուտ են արել եւ եթե օգուտ են արել, այն ժամանակ իրենց քաշած նեղությունը թեթև է գալիս իրենց եւ ուրախանում են, քանի որ շահ են արել։ Այսպիսի օրինակներ Սուրբ Գրքի մեջ շատ կա, Պողոս առաքյալը ընդհանրապես մենք սովոր ենք Պողոս առաքյալից օրինակներ վերցնել։ Ինքը իր կյանքի օրինակով ավետարանը գրվեց եւ Սուրբ Հոգիով եղավ դա։ Հռոմեացիս 8-րդ գլխի 18 համարի մեջ է, առաքյալը այսպես է ասում. Վասնզի ես այսպես կդադեմ, որ այս ժամանակի չարչարանքը բան մը չեն գալու պարքի մոտ, որ մեզի պիտի հայտնվի։ Վասնզի ես այսպես եմ դադում, ասում է առաքյալը, բնագիրը լոգիզմոս է, այսպես եմ դադում, ես այսպես եմ հաշվում, այսպես եմ սեբում, որ այս կյանքի նեղությունները բան մը չեն գալիք պարքի մոտ, վասնզի սյունագի ներքևը գրանցում է առաքյալը, ներկա ժամանակի չարչարանքները եւ շահի սյունագում էլ գրանցում է հայտնվելիք փառքը։ Արդյունքը ստացվում է հետևյալը, որ չարչարանքը ոչինչ է գալիք փառքի մոտ։ Եվ երկրորդ Կորինթացիս 4 գլուխ 17 համարի մեջ մի ուրիշ հաշիվ է անում առաքյալը։ Գարտամ Վասնզի մեր վարգյանական թեթև նեղությունը առավել քան զարավել փարած հավիտենական գերազանցություն կգործե մեզի։ Ուրեմն մի կողմը վարգյանական թեթև նեղություններն է գրում առաքյալը, իսկ մյուս կողմը փարած հավիտենական գերազանցությունը եւ դուրս է գալիս, որ փառքը ավելի է գերագշրում, քան նեղությունները։ Մեր վարգյանական թեթև նեղությունները, առաքյալը իր գրածները համարում է թեթև։
եւ դիմացը փարած հավիտենական գերազանցություն։ Արդյոք առաքյալի նեղությունները ավելի թեթև էին, քան մերը։ Մտածենք։ Առաքյալի թեթև նեղությունները ասածը մեր քաշածից ավելի թեթև էին։ Եթե մենք կարդանք Պողոս առաքյալի կյանքի օրինակը, հետևյալը այսպես է գրված. Քրիստոսի պաշտոնյաներ են նրանք, հիմարաբար խոսիմ, ալ ավելի ես, աշխատանքներով ավելի, ձեձերով ալ ավելի, բանդարգություններով ավելի, մահվան վտանգներով շատ անգամ, հրյաներեն 5 անգամ, 41 պակաս ձեծ կերա։ Բացատրեմ ձեզի, օրենքի մեջ գրված էր, որ եթե մի հրյայի պիտի բաչեն, 50-ից ավելի չեն կարող հարվածել, անարգած կլինեն։ Եվ որպեսզի 50 անգամ էլ չհարվածեին, այդ մդրագը, որով որ հարվածում էին, 3 հատ ճյուղ ուներ, այսպես 3 ճյուղ։ Նրանով էին հարվածում։ 13 անգամ էին հարվածում, լինում էր 39, 41 պակաս։ Երեք անգամ ձախկով ձեծվեցա, մեկ անգամ քարգոզվեցա, 3 անգամ նավաբեկության հանդիպեցա, գիշերն ու ցորեկը ծովու անդունդը մնացի։ Շատ անգամ ճամփորդություններում մեջ չարչարվեցա, գեդերեն վտանգներ, ավազակներեն վտանգներ, իմ ազգես վտանգներ, հեթանոսներեն վտանգներ, քաղաքի մեջ վտանգներ, անաբադի մեջ վտանգներ, ծովու վրա վտանգներ, ստույգ եղբայրներու մեջ վտանգներ, ջանքի ու աշխատանքի մեջ շատ անգամ, քնահատության մեջ, անօթության ու զարավության մեջ, շատ անգամ ձոն բայելու մեջ, սուրդի ու մերգության մեջ էի։ Թող ասում է արդակի նեղությունները ամեն օրվա եկեղեցիների հոգսը վրաս կդիզվեր, ով դգարանա ու ես չեմ դգարանար, ում սիրտը գայրի ու իմ սիրտը չայրիր։ Եվ առաքյալը այս բոլոր բաները, որ քաշում էր, ասում է թեթև նեղությունները, որտեղ համեմատում էր գալիք փառքի հետ, եւ փառքը գերազանցում էր այդ բոլորին։ Հիմա մեր քաշած նեղությունները ավելի ծանր են, քան Պողոս առաքյալին, որ թեթև է համարում։ Իհարկե ոչ, մեզի այդ պատահած բաները մարդկային բաներ են, ինչպես որ անավատներին էլ է պատահում։ Մարդկային նեղություններ, փորձություններ, անհաջողություններ եւ այլն, ամեն բան։ Եվ մեզի պատահած բաները դեռ մարդկային են։ Մենք Հիսուսի համար մի ապտակ կերանք։ Չէ։ Անցյալ անգամ մուդի ինջայել երդասարդ տղան ասեց, բաժանվեմ, աշխարհի չի ասեց, մի բաժանվի։ Գնա քարոզածիդ պես էլ ապրի, եւ ինչ կլինի, աշխարհը քեզանից կբաժանվի, դու մի բաժանվի, աշխարհը քեզանից կբաժանվի եւ մարդիկ քեզի չեն սիրի։ Մենք այդ վիճակի հասանք։ Չէ, չենք հասել։ Ուրեմն մտածենք մենք, անցյալ դարի ինչ կարող էինք անել եւ բաց թողեցինք, բայց մեր առջեւ մի նոր դարի էլ գա։ Նոր մի ոգևորությամբ սկսենք այս նոր դարին էլ։ Ուրեմն ինչ էր գաղտնիքը, որ առաքյալը այս կամ բազմադեսակ նեղությունները թեթև էր համարում եւ այդպես էլ հաշվում էր։ Մի ուրիշ տեղից կարդամ Երկրորդ Կորինթացիս 4 գլուխ 18 համարը։ Վասնզի մենք երևցած բաներու չենք նայիր, հավա չերևցածներուն, քանզի երևցած բաները ժամանակավոր են, բայց չերևցածները հավիտենական։ Այս էր առաքյալը, երևցած բաների չէր նայում, ինչ որ բադահում էր իրեն, չերևցածներին էր նայում, որտեղ չերևցածները հավիտենական են, մնայուն են, եւ
Աստված էլ ասում է, որ ով ժամանակավոր բաներով ուրախացողներ, թեթև բաներով ուրախացողներ, դուք իմ ստեղծագործությունովս ուրախացեք Հավիդյանս Հավիդենից։ Ներգա գանքի ժամանակավոր զվարճությունը ժամանակավոր է, երդասարտը Գաբրի գանքը գվայելի է, բայց շատ արագ կվերջանա, ինչպես իմս վերջացավ, սերն էլ կվերջանա, բայց այն, որ Աստծո գամքը կգադարե, Հավիդյան կմնա, դուք իմ ստեղծագործությունովս ուրախացեք Հավիդյանս Հավիդենից, անվերջ, հազարամյա թագավորությունը, նոր երկինք, նոր երգիր, դերոջի հետ Հավիդյան ապրելը, ամեն ինչ արժի։ Ուրեմն առաքյալը միշտ հավատքի աչքերով դիտում էր չերևցած բաները եւ երևցածները իրենց արժեքը գործնում էին եւ ըստ այնմ էլ գադարում էր իր հաշիվները։ Իսկ որոնք են այն չերևցած բաները, որոնց շահի սյունագին ես պետք է որ գրանցեմ, որոնք են այն չերևցած բաները, որոնց մասին խոսում է առաքյալը, չերևցած բաներին մենք հավատքով ենք այլում, ոչ թե երևույթով։ Եբրայեցիս առաջին գլխի 14 համարի մեջ հետևյալն ենք կարդում. Եվ հրեշտակներեն որու ուսավ երբեք իմ աչքոմս նստե, մինչև քութեշնամիներդ ոտքերուդ պատվանդան դնեմ, չէ որ անոնք ամենը սպասավորող հոգիներ են, որոնք սպասավորության գղրգվին անոնց համար, որ փրկությունը պիտի ժառանգեն։ Մենք փրկությունը պիտի ժառանգենք, փրկության ժառանգորդներ ենք մենք։ Մտածենք, թե Աստված ինչպիսի բաներից է մեզ փրկել, որովհետեւ մենք ժառանգ դառնանք։ Մեղքից մեզ փրկեց։ Մեղանչական մարմինից մեզ փրկեց։ Ներգա չար աշխարհից մեզ փրկեց, սատանայից մեզ փրկեց, մայից փրկեց մեզի, ապագանությունից, գերեզմանից մեզ փրկեց, դժոխքից փրկեց, սրանք բոլորը չերևացած բաներ են, որոնցից փրկեց մեզի եւ մենք ժառանգավոր ենք այդ բաներին, այդ փրկություններին։ Է թողնում մայից փրկվելը, այսինքն ապագանությունից, գերեզմանից, գարշահոդությունից մեզի փրկելը, ամեն բան արժի։ Հռոմեացիս 8-րդ գլխի մեջ այսպես են կարդում. Քանզի գիտենք, որ ամեն ստեղծվածները միջև հիմա մեկտեղ կհառաչեն ու ծնանելու ցավ կքաշեն, եւ ոչ միայն հասկանաբար մենք ալ որ հոգիի առաջի բդուղ ունենք, մենք մեզ մեր անձերու մեջ կհառաչենք որդեգրության համար, այսինքն մեր մարմնի ազատությանը սպասելով, մենք հառաչում ենք այս մարմնի մեջը, բայց գիտենք, որ մեր երկրավոր վրանի նման եթե դունը քագվի, շինված մունինք երկինքը աստուծո մե հավիդյանական բնակարանը եւ հիրավի ասոր մեջ կհառաչենք այս մարմինի մեջ հառաչում ենք ցավ գա հիվանդություն գա դարաբանք գա դախրել գա լացել գա այս մարմնի մեջ հառաչում ենք այս մարմնից եւ մենք սպասում ենք մեր մարմինների ազատագրմանը, ի վերջո մենք պիտի ազատագրվենք։ Նույն բանը, նույն գլխի մեջ գրվում նաև առաքյալը,
8-րդ գլխի 11 համարն է, իսկ եթե Հիսուսը մերելներեն հարուցանողի հոգին ձեր մեջ մնագած է, ալ անիգա որ Քրիստոսը մերելներեն հարուց, պիտի գենտանացնե ձեր մահկանացու մարմինները, մահվան ենտագա, աբագանվելու ենտագա մարմինները իր հոգիով, որ ձեր մեջ կպնագի։ Եթե մեկ Աստծո հոգին չունի, անի անորը չէ, բայց եթե Քրիստոսը հարուցանողի հոգին ձեր մեջ է, որ է, անիգա որ Քրիստոսը մերելներին հարուց, պիտի գենտանացնե մեր մահկանացու մարմինները իր հոգիով, որ մեր մեջ է։ Հիսուս երբ որ եկավ Ղազարոսի գերեզմանի մոտ, արդեն 4 օրվա թաղված էր, և Հիսուսը ասավ Մարտային, քու եղբայրդ հարություն պիտի առնե։ Գիտեմ դերը ասավ, հարության օրը հարություն պիտի առնե։ Եվ Հիսուսը ասավ, ես եմ կյանքը ու հարությունը։ Եթե հավատաս, Աստծո փառքը պիտի տեսնես։ Եվ այն ամենը, որ կհավատա, թեև մեռնի պիտի ապրի։ Եվ այն ամենը, որ գենտանի է, հավիյան պիտի չմեռնի։ Ասել հապշտակողների համար ասեց։ Ուրեմն նրանք, որ մեռան, այն որ կմեռնի, կհավատա, հավիտենական կյանք ունի Քրիստոսով, նա որ առանց մեռնելու ինքը կհապշտակի երկինք, հավիյան կմնա դերոջի հետ։ Փառք իր անվանը Հիսուսի համար։ Մի ուրիշ համար Դիդոսի 3-րդ գլուխ և 7 համարի մեջ առաքյալը այսպես է գրում. Ոչ թե արդարության գործերեն, որոնք մենք ըրինք, ապա իր ողորմության համեմատ մեզ փրկեց նորեն ծնանելու ավազանին միջոցով ու Սուրբ Հոգիի նորոգելով, որ արադորեն թափեց մեր վրա Հիսուս Քրիստոս մեր փրկչին ձեռքով, որպեսզի անոր շնորհքով արդարացած հավիտենական կյանքի հույսով ժառանգներ լինենք, որպեսզի նրա շնորհքով արդարացած հավիտենական կյանքի հույսով ժառանգներ լինենք մենք։ Մենք հավիտենական կյանքի հույսով ժառանգներ ենք Քրիստոսի։ Ուրեմն այս կյանքի բոլոր հուսախաբությունները մեզ չեն կարող ընկել, որովհետև մենք հավիտենական կյանքի ժառանգորդներ ենք։ Եբրայեցիս 6-րդ գլուխ 17 համարը քանզի մարդիկ իրենց մեծի վրա երթում գնեն ու անոնց բոլոր հագարագության հաստատ վճիռ դվողը երթումն է, որով Աստված իր խորհրդին ամփոփող ըլլալը ավելի ցույց տալ ուզելով խոստմունքի ժառանգավորներուն։ Մենք խոստմունքի ժառանգավորներ ենք։ Աստված խոստացավ մեզի, Քրիստոս խոստացել է մեզի անսուդն շրթունքներով։ Ավելի ցուցունել ուզելով խոստմունքի ժառանգավորներուն երթումը մեծ ցկեց, որովհետև երկու անփոփոխելի բաներով, որոնցով անգարելի է Աստծո սուտ զրուցել, հաստատուն մխիթարություն ունենանք մենք, որ աբաստանեցանք մեր առջև դրված հույսը ամուր բռնելու։ Որովհետև երկու անհագարակելի բաներով, ինչ էր այդ երկուսը, մեկը որ խոստացավ եւ երկրորդը երթումով խոստացավ, որովհետեւ ավելի հաստատուն լինի։ Խոստմունքը ում արեց, մեզ համար արեց,
որովհետեւ ավելի հաստատուն լինի, Աստված ոչ միայն խոստացավ, երթում էլ արեց, որովհետեւ մենք հավատանք, չգասկածենք երբեք։ Աստծո բոլոր խոստումները իր մեջ այո եւ ամեն են Քրիստոսով։ Երկրորդ Կորինթացիս առաջին գլխի 20 համարը։ Ագոպոս առաքյալն է գրում երկրորդ գլխի 5 համարի մեջ, որպես արքայության ժառանգներ։ Մենք արքայության ժառանգներ ենք։ Այս աշխարհում մարդկանց կողմից հաշվի չառնվել, արհամարվել, մեզի ծաղրել, բանի դեղ չդնել, մեզ չպետք է դխրեցնի, քանի որ մենք երկնային թագավորի արքայության ժառանգներն ենք։ Հիսուսին որքան ծաղրեցին, բայց ինքը ամենևին չդգարացավ, ամենևին չասեց, որ այդ բաները ինձ համար եղավ, ես արժանի էի դրան եւ այլն, որտեղ ինքը երկինքի դիրագալն է, թագավորների թագավորն է։ Ուրեմն երկնային թագավորի արքայության ժառանգներն ենք մենք, այնպես որ մեզ չպետք է դխրեցնի եւ հուսահատեցնի։ Մի համար գարտամ առաջին Կորինթացիս 3-րդ գլխից, առաջին Կորինթացիս 3-րդ գլուխը։ Քսաներեք համարը մի քիչ վերևից կարդամ, մեկը թող չբարձենա մարդոցմով, վասնզի ամեն բան ձերն է, թե Բողոս, թե Աբողոս, թե Գեպաս, թե աշխարհ, թե կյանքը, թե մահը, թե ներկա բաները եւ թե գալիքները, ամեն բան ձերն է։ Դուք ալ Քրիստոսի եք եւ Քրիստոս Աստծո։ Ամեն բան մերն է, բոլոր դիեզերքի ժառանգորդը Քրիստոս ինքն է, ամեն բան անով եղավ եւ անոր համար եղավ։ Ու քանի որ մենք Քրիստոսը ունենք, ինչ որ Քրիստոս ունի, նաեւ մերն է։ Ուրեմն մենք պիտի դխրենք, եթե այս աշխարհում մեզի որպես հավատացյալ ծաղրեն ձեր կառնեն։ Մենք անդեսանելին ենք նայում, նրան ենք նայում, գալիքին ենք նայելու մենք։ Ուրիշ մի համար էլ գարտամ, Գաղատացիս 3-րդ գլուխ 29 համարն է։ Վասնզի դուք ամենը դալ մեկ եք Քրիստոս Հիսուսով։ Աբա եթե դուք Քրիստոսինն եք, ուրեմն Աբրահամի սերունդ եք ու խոստմունքին նայելով ժառանգներ։ Խոստմունքին նայելով մենք ժառանգներ ենք, Աստծո ժառանգավորներն ենք մենք։ Մի ուրիշ համար էլ Եբրայեցիս առաջին գլուխ 2-րդ համարն է, սկիզբեն Աստված հայրերու հետ խոսեց մարգարեներով, այս վերջին օրերը իր որդիովը խոսեցավ մեզի, որ ամեն բանի վրա ժառանգ դրավ, որով աշխարհն ալ ստեղծեց, որ իր փառաստ լույսն է, իր էության բուն պատկերը։ Քրիստոս Աստծո ժառանգն է, եւ նրանով մենք ժառանգավորներ ենք։ Ուրեմն փառք տանք Աստծո այս բոլոր շնորհքների համար։ Մենք եթե նայենք անցյալի հավատացյալներին, եթե մենք հաշվենք այս բոլոր հարստությունները եւ ժառանգությունները, որոնք մեզ դրված են Քրիստոսով, եւ գրանցենք դրանք շահի սյունագում, մենք կտեսնենք,
որ ներկա կյանքի դժվարությունները ոչինչ են համեմատությամբ գալիք փառքի հետ, որ մեզի պիտի հայտնվի։ Մի քանի վկայություններ անցյալի հավատքի հերոսներից, ինչպես հաշիվ կատարեցին նրանք, որ ուրախությամբ ընդունեցին իրենց ստացվածքի գողոպտվիլը, նրանք պատասխանում են. մենք այնպես հաշիվ արինք, որ երկինքի մեջ եղած մեր ստացվածքը ավելի լավագույն էր եւ մնայուն։ Եբրայեցիս 10-րդ գլուխ 34 համար։ Արտմիտ բերեք զանիգա, որ առաջին օրերը լուսավորվել է յետև շատ սաստիկ չարչարանքներ գրեցիք, երբեմն նախադինքներով, վիշտերով խայդարակված, երբեմն այսպիսի վիճակի մեջ եղողներին գծոր տլալով, վասնզի իմ գաբերուս մեջ ինձի չարչարակից եղակ, ու ձեր ստացվածքին գողոպտվիլը ուրախությամբ ընդունեցիք, գիտնալով, որ լավագույն եւ մնայուն ստացվածքներ ունիք ձեզի երկինքը։ Այսօր հավատացյալ, եթե աղքատ է ապրում, դժվարություններ ունի եւ այլն, բոլորովին թող ուրախ լինի, երկինքը լավագույն մնայուն ստացվածքներ ունենք մենք մեզ համար դրված։ Եթե մենք Մովսես մարգարեին հարցնենք, թե ինչպես ինքը դադեց, որ Քրիստոսի նախադինքը ավելի մեծ հարստություն էր, քան Եգիպտոսի հսկա գանձերը, նա պատասխանում է. ես դիդելով կսպասեի վարձքի հատուցումին, ինքը դիդելով սպասում էր, որպես թե անդեսանելին էր տեսնում ինքը, մենք տեսնում ենք անդեսանելին, թե մեր առջև մի կյանք մգա, խապուստիկ մի կյանք, դրանով ենք տարված։ Մենք հավատքով ենք կայլում, հավատքը չերևծած բաների աբացույցն է։ Աբրահամ ինչպես հաշիվ արեց, որ ինքը վրանների մեջ ապրեց, որպես օդար եւ բանդուղտ, եւ իրեն համար քաղաք չգառուցեց, հարուստ էր ինքը։ Գրված է, որ ինքը սպասում էր հիմերով հաստատված քաղաքի, որի ջարդարապետը Աստված էր։ Երկինքը հիմերով հաստատված քաղաք կա։ Այդ քաղաքի հրապարակները թափանցիկ ոսկի են։ Դռները մի մեծ մարգարիտից են շինված, որի ջարդարապետը Աստված է։ Բողոս Արաքյալին հարցնենք դարձյալ, ասենք դու ինչպես կարողացար ամեն բան վնասել։ Ֆիլիպպեցիս 3-րդ գլուխ 7-8 համարները։ Վնասել, վնաս հաշվել, վասնզի սյունագի ներքև գրանցել, նրա էությունը Բողոսի այնքան լցված էր Հիսուս Քրիստոսին ճանաչելու տենչանքով, որ իր շահի սյունագում ուրիշ տեղ չգար այլևս մի բան գրանցելու, եւ այսպես իրեն շահ եղող նույնիսկ բաները, օրինավոր բաները վնաս համարեց, որտեղ ինքը կարող էր շատ առաջնիմություն ունենալ, որպես փարիսեցի, բայց ամեն բան վնաս համարեց, աղդեղություն համարեց, որտեղ որպեսզի Քրիստոսը շահի ու իր մեջ գտնվի։ Այս էր, որ ինքը ամեն բան աղդեղություն սեբեց, որպեսզի Քրիստոսը շահի։ Վերջին մի հարցում էլ մենք ուղենք մեր սիրելի փրկչին Հիսուս Քրիստոսին, որպեսզի մեզ սովորեցնի, թե ինքը երկրի վրա ապրած ժամանակ ինչպես էր հաշվարկում։ Դու ինչպես հաշիվ կատարեցիր երկրի վրա, Տեր Հիսուս։
ինքը պատասխանում է. այն ուրախության համար, որ իմ առջև էր գեցած, խաչը հանձնարի, ամոթը արհամարեցի։ Եբրայեցիս 12:2 Հիսուսին այնք մեր հավատքի առաջնորդին ու գադարողին, որ այն ուրախության համար, որի առջև գեցած էր, խաչը հանձն արավ, ամոթը արհամարեց ու Աստծո աթոռի աջ կողմը նստավ։ Իր առջև եղած ուրախության համար, ինչ էր այդ ուրախությունը, եթե ոչ մենք էինք, մեզ համար արեց, ամոթը արհամարեց, խաչը հանձն արավ, որովհետեւ այն իր առջև եղած ուրախությունը վերջացնի, գադարի եւ գադարելով ելավ Աստծո մեծության աջ կողմը նստավ։ Արագած գրքի մեջ մի համար կա, ասում է այնտեղ իմ ուրախությունս մարդոց որդիներուն հետ էր։ Հիսուսի ուրախությունը նախքան աշխարհ գալը մարդոց որդիների հետ էր ուրախությունը։ Առանց մեզի ուրախ չէր ինքը։ Աստված առանց մեզի ուրախ չի։ Եվ դրա համար այդքան սուղ գին վճարեց մեզ համար։ Խաչի անարգ հանձն արավ, ամոթ արհամարեց ամեն բանը։ Իր առջև մի առաքելություն կար, գնաց միջև այնտեղ։ Մենք, չգիտեմ, շատ անգամ երևի մենք զլացել ենք Հիսուսը վկայելու, կամ ամոթ ենք համարել, կամ հարմար չենք կդել եւ այլն, բայց Հիսուս մեծ ուրախություն կար, ոչ մի բան հաշվի չարավ, որովհետեւ այդ կդարի։ Մի երկու օրինակներ դամ ձեզի սխալ հաշիվ անողներից։ Գիտենք, որ այս աշխարհի անավատները իրենք սխալ հաշիվների մեջ են։ Մենք երբեմն սխալվում ենք, սխալ հաշիվներ ենք անում, բայց հիմնականում մեր հաշվացուցակը Քրիստոսով եղող բաներով է լցված։ Առաջինը Հուդան սխալ հաշիվ արեց։ Ինքը դրամասեր էր, գող էր, գանձանակը ինքն էր բահում։ Եվ ուզեց, որ Հիսուսի հաշվին դրամ աշխատի։ Ինչ էր մտածում Հուդան։ Հուդան մտածում էր, որ Հիսուս ամենագարող է ինքը։ Ես նրան կմատնեմ, դրամ գարնեմ, հետո Հիսուս ինքը իրեն կազատի։ Ավաղ սխալվեց ինքը։ Գնաց 30 արծաթի փոխանակեց։ Ինչ կուտակ ինձի, որպեսզի Հիսուսը ձեզի դամ։ Շահի սյունագի դակ 30 արծաթը գրեց, վնասի սյունադագի դագնել Հիսուսը գրեց։ Ժամանակը եկավ, բռնեցին, Հիսուսը խաչի վրա հանեցին, զարմացավ Հուդան, ինքը իրեն չի ազատում։ Վայ, այս ինչ սխալվեցի ես։ Անմեղ արյուն մատնեցի, գնաց իր 30 արծաթը շպրտեց տաճարի մեջը, ասեց ես անմեղ արյուն մատնեցի, քեզ դու նայի ասեցին։ Երանի գնար Հիսուսի մոտ եւ խոստովաներ։ Գնաց ինքը իրեն գախեց։ Պետրոս Արաքյալը իր մասին հիշադակ ունի, ասում է, որ եւ ինքը վարանգավ ասում է, եւ բոլոր փորոդիկը դուրս թափեցավ եւ Երուսաղեմի բնակիչներին հայտնի եղավ։ Որտեղ այդտեղ մի դելստե գիտեք, դակ է լինում, չէ՞, գնացինք իրեն գախեց։ Եվ մի քանի օր մնաց, ամես որ հոդավ ինքը երեսնիտ պարտի ջուր։
հոդավ ինքը եւ փրտավ վարանից վարանգավ բորոդիկը դուրս տապավ հետո քննեցին զննեցին դեսան որ հուդան է եւ այսօր շատ հուդաներ կան երկրի վրա երկրորդը Եսավը սխալ բան արեց Եսավը Հակոբի հետ զույգ էր ինքը առաջնեկն էր իրեն համար մեծ աբակա գար աբակային բայց հավատ չուներ այդ մարդը եւ աշխարհիկ բաներով էր զբաղվում, որսորդությամբ էր զբաղվում։ Իսկ Հակոբը վրանի մարդ էր։ Եվ մի օր սոված որսորդությունից եկավ Եսավը եւ Հակոբը վրանի մեջ ոսպամուր էր եփում։ Անուշ հոդե եկավ սոված Եսավի քթին։ Ասես դուր է շիգատանից որպես իուդեմ։ Ըստավ Անդրանիկությանը իրավունքը դուր ինձի դամ։ ասեց անդրանիկությունից ինչ օգուտ ինձի ես ահա մեռնելու եմ մոդեցել սովից պիտի մեռնեմ անդրանիկությունից ինձի օգուտ չկա եւ այսպես իր անդրանիկությունը անարգեց անդրանիկությունը աբակային լինելիք մի բան էր եւ Հակոբ հավատք ուներ եւ ինչ որ ձևով մտածում էր որ առնի Եսավից ու արավ եւ Հետագային դեսավ Եսավը եւ լացելով խնդրեց, բայց հորը մոտ ապաշխարության դեղ չգտավ։ Եվ աբակային պիտի գոչվեր ինքը Աբրահամի, Իսահակի, Եսավի Աստվածը չեղավ այդ բանը, որտեղ մի աման Աբուրի համար իր անդրանիկությունը ձախեց եւ Հակոբ կոչվեց Աբրահամի, Իսահակի, Հակոբի Աստվածը։ Հաջորդը Դեմասն է, Բողոս Արաքյալի թիմի մեջ ինքը գործում էր, քարոզում էր, աշխատում էր։ Բողոս Արաքյալը ասում է Դեմաս աշխարհը սիրեց եւ ինձ թողեց։ Բողոսի նման մարդուն թողեց։ Աշխարհը սիրեց եւ գնաց Թեսաղոնիկե, որտեղ որ այնտեղ կյանքը աշխարհի կյանքը երում էր։ Աշխարհը փոխեց Քրիստոսի հետ։ Մի հարուստ երիտասարդ էլ եկավ, ինչ անեմ, որ հավիտենական կյանքը ժառանգեմ, ըստավ գնա ունեցածը ծախի դուր աղքատներին ու արի հետևիցս։ Եվ դրդմած գնաց ինքը, քանի որ շատ հարստություն ուներ։ Հիսուսը փոխեց հարստության հետ։ Գերգեսացիները Հիսուսին ասեցին գնա մեր սահմաններից, որտեղ խոզերը ջուրը նետվեցին, խեղտամա եղան, վերագրեցին, որ Հիսուսի ներկայությունն էր, որ իրենք վնաս քաշեցին։ Այսպես ասողներ, մտածողներ շատ կա, մինչև հիմա։ Եվ առաքյալները եկան 6-րդ գլխի մեջ, երբ որ գարտած եղբայրը, որտեղ որ գրված էր, որ այն որի մարմինը սկուտե եւ արյունը սկխմե, իր մեջը կյանք ունի, եւ շատերը գայթակղվեցին, ինքը ինչպես մարմինը գդամեզի ուտելու ասեցին, եւ թողեցին գնացին եւ Հիսուսի հետևից չէին շրջումել։ Եվ Հիսուս աշակերտներին ասավ. դուք եք ուզում գնալ։ Եվ նրանք ասեցին, չէ, մենք ուր գնանք։ Դու հավիտենական կյանքի խոսքեր ունես։ Հավիտենական կյանքի խոսքեր ունի Քրիստոս, երբ որ մենք ունենք իրեն, մենք գնանք ուր գնանք, ինչի հետ կարողանանք մենք փոխենք, ոչ մեկ բանի հետ։ Մի վերջի համար էլ գարտամ ու վերջացնեմ։ Հռոմեացիս 8-րդ գլուխն է, 8-րդ գլուխ եւ 35 համարը։ Ուրեմն ով է որ կդադաբարդե, Քրիստոս է որ մերավ, մանավանդ հարություն ալարավ ու Աստծո աջ կողմն է, որ նաև մեզի համար բարեխոսություն գնե։ Ուրեմն ով պիտի զադե մեզ Քրիստոսի սերեն։ Ոչ մեկը։ Դարաբանքը
կամ նեղությունը, կամ հալածանքը, կամ ստովը, կամ մերգությունը, կամ մտանգը, կամ սուրը, ինչպես գրված է ամեն օր քեզի համար կսպանվենք, եթե կսպանվենք, մորթվելու ոչխարի պես կսեպվենք, հապա այս ամեն բաներու մեջ ալ ավելի հաղթող գլանք անով, որ մեզ սիրեց։ Վասնզի ես հաստատ գիտեմ, թե ոչ մահը, ոչ կյանքը, ոչ հրեշտակները, ոչ իշխանությունները, ոչ ծորությունները, ոչ ներկա բաները, եւ ոչ գալու բաները, եւ ոչ բարձրությունը ու ոչ խորունգությունը, եւ ոչ ուրիշ արարածը գրնա մեզ զադել Աստծո սերեն, որ Քրիստոս Հիսուս մեր Տիրոջով է։ Կարող է մի բան մեզ զադել Քրիստոսից, ոչ երբեք։ Բայց Տիրոջը այն որ խոստացավ հավատարիմ էինքը, մինչև վերջ հավատարիմ մնանք եւ Տերը մեզի պիտի փրկի։